Վանաձորից եմ, Լոռեցի եմ, ծնվել մեծացել եմ Վանաձորում, 14 տարեկանից գնացել եմ Սինգապուր սովորելու։ Հիմնական Սիդնեյ, Ավստրալիայում եմ հիմա եղնում, հնարավորության սահմաններում փորձել են իմ ծնողները ամենալավ կրթությունը տան։ Հիմա տենց մի քանի բառով ասա, ինչ նախագծերի մեջ ես ներգրաված։ Ասեմ, դարձա Ավստրալիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը։ Լավ, բավականին network այնտեղ ձեռք բերեցի, ընդհանուր առմամբ մոտ $4 միլիոն Ավստրալիայից Հայաստան եկավ All Armenia Fund-ի։ Ամենտեղ հայեր կան ու ամենտեղ մտածում են Հայաստանի հետ կապված ինչ-որ պրոյեկտների մասին ու արվում են այդ գործերը, ուղղակի պետք է իմանանք իրար ու ճանաչենք իրար։ Որ մենք Հայաստանում մտածելուց չմտածենք այս բիզնեսը ոնց կարանք լոկալ անենք, այլ մենք մտածենք լավ ոնց կարանք սաղ աշխարհով անենք։ Հայը աղի պես բան ասում, քիչ աղում համա տալիս, որ շատ ես լսում, համը դուրս է գալիս է։ Accent-ից է ոնց որ բարձա, Վանաձորից եմ, Լոռեցի եմ, ծնվել մեծացել եմ Վանաձորում։ Մինչև 14 տարեկանս էստեղ եմ ապրել, դպրոց գնացել, հետո 14 տարեկանից գնացել եմ Սինգապուր սովորելու։ Ավագ կուրսս ավարտել եմ Սինգապուրում, հետո այնտեղ համալսարան եմ ընդունվել, սովորել եմ Սինգապուրում, հետո Սինգապուրի 3 տարի այնտեղ մնալուց հետո Դուբայում, մի տարի Դուբայում եղել, հետո Ավստրալիայում գնացել Սիդնեյ, ու Սիդնեյից մի պարանք տենց մի 6-7 ամսով Ֆրանսիայում ապրել, հետո հիմնական Սիդնեյ Ավստրալիայում եմ հիմա եղնում ու արդեն 3 տարի է վերջի 3 տարին հիմնականում այնտեղ եմ լինում։ Շատ հետաքրքիր է։ Դու գնացել ես փաստորեն ագին տեղ սովորել ես, բայց ընտանիքով փոխվել, թե մենակ ես։ Չէ, ընտանիքս միշտ Վանաձորում ապրել, ես եւ քրոջս հետ ենք գնացել, այստեղ տես միասին։ Այդ Սինգապուր, Դուբայ, այդ ամենտեղ դուք եք գնացել։ Այո, ամենտեղ միասին ենք գնացել երկուսով ու միասին ենք սովորել, բայց ընտանիքս հիմնականում այստեղ Վանաձորում ա եղել ու տարվա մեջ գոնե 2 անգամ Հայաստան եկել ենք ու Վանաձոր էլ հիմնականում, որ Հայաստանում լինում եմ, փորձում ինչքան հնարավոր է շատ Վանաձոր գամ, այդպես։ Բայց ինչի են Սինգապուր էլի, նայ, ասենք հիմնականում ոնց ալն, որ մարդիկ շուտ իմ ծանոթների մեծ մասը ոնց որ ուղղությունը հակառակն է, հա, դեպի արևմուտքն է, Եվրոպա, Ամերիկա։ Նա ոնց է ստացվում, ինչի ես հենց Սինգապուր գնում։ Հետո ասենք Ավստրալիա, Դուբայ։ Հա, մեր մոտ սենց ա եղել, իմ ընտանիքում ինչքան հնարավոր է հնարավորության սահմաններում փորձել են իմ ծնողները ինձ քրոջս է հիմա փոքր եղբայր ունեմ իրան էլ ամենալավ կրթությունը տան ու Վանաձորում մինչև Սինգապուր գնալուց 3 հատ դպրոց եմ փոխել ու ոնց որ ամեն անգամ ինչ-որ լավ դպրոց էր բացվում մասնավորման գնում էի այդտեղ հետո տենց ինչքան հնարավոր է ավելի լավ տեղ ու Սինգապուրի դպրոցը որ կա որտեղ որ սովորել եմ ինքը IB այդ International Bachelor այդ ծրագրով դպրոց է ու այդ դպրոցի ավագ դպրոցի փոխտնօրենը Սինգապուրյան ինքը հայ մարդ է ոնց որ երկար տարիներ դպրոցի հետ տենց փորձել է իրանց հետ ոնց որ համոզելով պայմանավորվելով նենց ոնց որ հայ գան Հայաստան հայ աշակերտների ընտրություն անեն մի քանի հոգի գնան ու կրթաթոշակներ տան տրամադրեն որտեղ շատ թանկ է իրականում այդ սովորելը որ ինչ որ կրթաթոշակ տան Հայաստանից ուսանողներ գնան այնտեղ սովորելու ու հենց եկել էին այստեղ հայտարարություն էին տվել որ ցանկանում է գնա սովորի Սինգապուրում գան հենց ոնց որ ես ինքս ճիշտ ասած Սինգապուրի մասին շատ չգիտեի, հենց շատ տեղյակ չէի ինչ է ինչ չէ, բայց հետո որ լսեց հետամիջը սկսեցի մի փոքր ինքնուրույն նայել, շատ հետաքրքրեց, որ ինչ սևի տեղ է ու այդպես գնացինք քրոջս հետ միասին անգլերենի ու մաթեմատիկայի քննություն էր, այդ քննությունները հանձնեցին, ես ճիշտ ասած անգլերեն այդքան լավ չգիտեի, այդ ժամանակ հիմա որ նստում ենք Հայաստանից մի քանի հոգով ենք գնացել, մի քանի օր առաջ էլի ենք Գեորգիս հետ նստած խոսում էինք, որ Սինգապուր միասին նույն սենյակում ենք մնացել, այդ թեմայով միշտ կատակում ենք էլի, որ ոնց է որ անգլերեն տես լավ չգիտենք, սկզբում շատ դժվար էր, բայց հետո մենք մեր վրա աշխատելով ոնց որ կամաց ստացվեց այդպես։ Հա, ապրեք դուք։ Ես 14 տարեկանում, չէ 13, հա, 122 դպրոցի Երևանում, դպրոցից տեղափոխվել եմ Շիրակացի, բայց այդ մեկը Երևանի մեջ էր, տենց առավոտը մի ժամ գնում ենք ավտոբուսով, հետո մի ժամ հետ էինք գալիս ու տենց իմ համար հեռու էր, էլի դա։
Բայց դու ասում իրականում Հայաստանի բանով էլի շատ քիչ բնակչության տոկոսի առումով, մի տոկոսից շատ քիչ նոր պատրաստ են ոնց որ դու ես գնացել, չէ՞, տենց ինչ որ հեռու անել, բայց իրականում ասում իմը ինչ է, ես մի ժամ գնում էի, դու գնացել ես 14 տարեկանում գնացել ես Սինգապուր, թույլ է։ Բա քոնը ոնց եղավ, ոնց հասկացա Հայաստանում շատ ոնց որ հիմա Հայաստանում շատ չես լինում, հա, տենց դե գալիս գնում եմ, բայց Գերմանիայում եմ ապրում։ Ես PhD-ի համար եմ եկել այստեղ, այսինքն բակալավր մագիստրատուրան ավարտել եմ բանում Երևանում, հետո տեղափոխվել եմ այստեղ PhD անելու, հետո postdoc, բայց հիմա IT-ում եմ աշխատում, տենց Հայաստանում թե այնտեղ։ Չէ, Գերմանիայում եմ։ Գերմանիայում հիմնականում։ Իսկ ոնց եղավ որ գնացիր այնտեղ աշխատանքով թե սովորելու։ Դոկտոր այդ PhD-ի համար է։ PhD-ի համար, այս PhD-ի համար։ Doctoral study, հա, բայց ես էլ եմ շուտ 22 տարեկան եմ եղել, 14 չէ քո նման Սինգապուր, բայց 22 Լավ, բարձա։ Okay, Մովսես ջան, հետո դες տարբեր տեղերով եկար հասար Ավստրալիա։ Հա, Սիդնեյ, այո։ Սիդնեյ, հա։ Հիմա տենց մի քանի բառով ասա, ինչ նախագծերի մեջ ես ներգրաված։ Ասեմ, ուրեմն գնացի Սիդնեյ որպես ուսանող, քանի տարեկան էի, 19-18 այդպես տարեկան էի արդեն։ Ու որ այդքան երկրներում ոնց որ եղե բնակվել էինք մինչև Սիդնեյ գնալը, միշտ փորձել ենք համայնքի հետ հայկական շփվենք, մեր հարաբերություններ պահենք ու Սինգապուրում շատ փոքր հայկական համայնք կա, մոտ մի 30 հոգի, ուսումս հետաքրքիր բան կար, մեր այդ դասատուն, որ ասում եմ, ինքը Վահագնն է, Վահագն Վարդանյան, մեր համար շատ բան է իրականում, ու տենց միշտ են սկատակ երանում, որ ասենք ինչ որ վերելակ էինք նստում Սինգապուրում, ասում էր, ասենք Սինգապուրի ամբողջ բնակչության հայերի, ասենք 30-40% էս բան էս վերելակում, հա, ոնց որ շատ քիչ էին էլի հայերը, ու Դուբայ էլ տենց որ շատ զբաղված ենք լինում դասերով, տենց առիթ չէր լինում, իսկ Սիդնեյ որ գնացի, այնտեղ լավ մեծ հայություն ունենք, մոտ 50-60 հազար հոգի Ավստրալիայում, ու հիմնականը Սիդնեյում են բնակվում, ու հայերից կան շատ մարդիկ հաջողության հասած, համ քաղաքականության մեջ, համ բիզնեսում, այդպես լավ, այնտեղ սփյուռք ունենք Ավստրալիայում, որ գնացի այնտեղ, հետաքրքիր է շատ իրանց հետ ավելի մոտիկից ծանոթանալ, շփվել, տենց որ գաղափարները տենց կային, մտածեցի ոնց անեմ, մեծ պոտենցիալ կա իրականում Ավստրալիան Հայաստանը կապելու, տենց որ տեսա ինչ է կատարում, այսի քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ, ու մտածեցի ոնց կարելի է դա անել ու ոչ միայն հայ համայնքի, այլև հենց Ավստրալիայի ավստրալիացիների հետ, որ կապը ուժեղանա Հայաստանի Ավստրալիայի, ոնց որ մի կողմից տեսնում է ինչ ներուժ ունենք այնտեղ, համ հաշվի առնելով մեր այդ սփյուռքի ուժը, համ պետությունը թե ինչ էր կարելի անել ու թե ինչ վատ է պահված այս կապը, իրականում այնտեղ ոչ դեսպանատուն ունենք, ոչ մի տենց կապը շատ թույլ է պահված Հայաստանի Ավստրալիայի, ու այնտեղ ամենամեծ, հենց ասած networking organization-ը Ավստրալիայում, դա իրանց Chamber of Commerce-ն է, այսինքն Ավստրալիայի առևտրաարդյունաբերական պալատը, որ իրականում շատ ուժեղ կառույց է, ու բայց դա հենց Ավստրալիայի ներսում, ոչ թե Ավստրալիայի ներսում, հա, չէ, դա Հայաստանի հետ կապ չունի, հենց Ավստրալիայի առևտրաարդյունաբերական պալատը, այնտեղ շատ ուժեղ կառույց է, համ իր network-ով, թե այն մարդկանցով, ովքեր որ բիզնեսմեններ, ովքեր որ այնտեղ են, ասենք իրանք ամիսը գոնե մի անգամ ինչ որ տենց նախաճաշվան են կազմակերպում, ֆեդերալ մակարդակում, որ նախարարի հետ նստում քննարկում այդ բաները, այսինքն շատ ուժեղ կառույց է, ու մտածեցի ոնց կարելի է իրանց հետ մոտիկանալ, ոնց որ իրանց հետ շփվել բան անել ու որ մենք է Հայաստանում, որ մեր առևտրաարդյունաբերական պալատը ունենք, այնտեղ ներկայացուցիչ չունենք, որ այդ արձակուրդներից մեկի ժամանակ էստեղ էի, որ Ավստրալիայից եկել էի, հենց խոսեցինք ընտանիքիս հետ, հենց քննարկեցինք ոնց կարելի է դա անել բան այսպես, ու հենց դարձա Ավստրալիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը, ոնց ամեն ինչը սկսվեց դրանից, ու այնտեղ արդեն որ դա կար, մարդկանց հետ հանդիպումներ, քննարկումներ բան այսպես, ու լավ բավականին network այնտեղ ձեռք բերեցի, ծանոթություններ համ հենց ոչ հայերի մեջ, համ հայկական հենց մեր գործարարների հետ, ու այդ գործարարներից մեկը իր անունը Գարոյա Սիմոնյան, ինքը տարբեր բիզնեսներ ունի, հիմնական ռեստորանային, այնտեղ Սիդնեյում 15-16 ռեստորան այնտեղ ունի, շինարարական բիզնեսներ, ու տարբեր ոլորտներում, ինքը տենց գաղափար ուներ, որ
Հայաստանին օգնելու համար շատ ավելի լավ կլինի փորձել այստեղ զարգացնել բիզնեսը, ոնց որ համ տարբեր ձևերով այնտեղից բերել համ գիտելիքներ Ավստրալիայից, համ որ երբ որ պետքա ֆինանսական ռեսուրսներ, այսինքն Հայաստանին օգնելու շատ ավելի լավ ձև է բիզնեսին օգնել, բիզնեսը զարգացնել, քան թե ուղղակի բարեգործություն ուղարկել, հա, այդ իրականում ես էլ ասեմ, շատ ինձ հետաքրքիր դեպք եղավ, որ իրականում շատ է եկել օգնություն բարեգործության տեսքով Ավստրալիայից, նաև հենց մեր Վանաձորում սրանից մի 2 տարի առաջ որ Ավստրալիայից եկել է, իմ հետ հյուրեր կային, այնտեղ իմ ձեռք բերած ընկերներից, արդեն որ ընկերներ ենք, ինձ այս բավականին մեծ տարիքով 80 պլյուս, բայց այնց ընկերներ ենք ասում։ Մեր էլի ակտիվ դիասպորայի անդամներից, ոնց որ եկանք Վանաձոր այստեղ նայեցինք բան, ու պարզվեց, որ այստեղ Վանաձորում մեր երկրորդ պոլիկլինիկան ունենք, ինքը ոնց որ նոր տենց համեմատաբար նոր լավ զարգաց կառույց է, որ ես ծնվել եմ, աչքի խնդիր եմ ունեցել, փոքր, հա, ու գնացել եմ այդտեղ վիրահատվել եմ ու այդ մարդու հետ գնացինք, բացվեց այդ հիվանդանոցը, որտեղ որ ինձ վիրահատել են, իրանց ամբողջը աջակցությամբ կառուցած բաներ էլ, այսինքն։ Հա, տենց հետաքրքիր բաներ էլի, հա։ Ու ինչ եմ ուզում ասեմ, որ բարեգործություններ եղել է անընդհատ, բայց ոնց որ պահեն հասունացել էր, sense ասած, որ շատ ավելի լավ է բիզնես անել, քան թե զուտ ինչ-որ donation-ների տեսքով բարեգործությունը լինի։ Հա, ու այդ բիզնեսմեններից իրանք անհատական էլի ծրագրեր արել են, օրինակ Գարոն էլի այստեղ շինարարություն արել, շենք են կառուցել, տարբեր ծրագրեր մեջ ինվեստիցիաներ, ուշ, բայց sense փոքր մակարդակ է, էլի գաղափարը ինչն էր, որ ստեղծվի ասոցիացիա Ավստրալիայում հայ ավստրալիացի բիզնեսմենների ու Հայաստանի բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ աշխատանքներ կատարվեն։ Հասկացա։ Միջև շարունակելը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ ասոցիացիան, հա, Ավստրալիայում գործում է, այդ հենց իրանցն է, դու այնտեղ մտել ես որպես Հայաստանի ներկայացուցիչ։ Ես խորհրդի անդամ եմ ասոցիացիայի, իմ ասոցիացիայի, չէ, հենց Ավստրալիան կոչվում է Armenian Business Development Association, ինքը ասոցիացիա, որ այս պահին մենակ sense legal form, sense ասած, որպես իրավաբանական անձ Ավստրալիայում գրանցված է, ու ես այդ ասոցիացիայի խորհրդի անդամ եմ, ու այդ մեր լսողները, ում որ հետաքրքրի կարող են ինտերնետով են նայել, հենց Armenian Business Development Association, որ գրեն, այնտեղ վեբսայթ ունենք, այնտեղ խորհրդի անդամները ովքեր են, ինչ մարդիկ են, ու ասեմ շատ Հայաստանից որ ինֆորմացիան քիչ է շատ Ավստրալիայի նկատմամբ, ինչ որ ես բան եմ արել, մարդիկ տենց չեն հասկանում թե ինչ ներուժ կա այնտեղ էլի ու ինչ տիպի մարդիկ ունենք, օրինակ Ստեփան Քրքեշարյանը, որ լի մեր ասոցիացիայի խորհրդի անդամ է, պատկերացրեք շատ բաներ չասեմ, մեկ ասում ընդամենը իր անունով պատկերացրեք մեդալ կա, որ ամեն տարի տալիս են Ավստրալիան տալիս է իր անվան մեդալ, ասենք մարդկանց էլ են, այսինքն լավ մարդիկ ունենք, որ այնտեղ մեծ հաջողությունների հասած, լավ հարգանք ունեցող, այո, հա։ Ու ասոցիացիան, որ հիմնադրեցինք, արդեն մի տարի ու կես կլինի ու ինչ է գաղափարը հիմնական, որ տեսնենք Հայաստան-Ավստրալիան փորձենք կապենք, որպես առաջի քայլ հենց ասոցիացիայի բացման համար մտածեցինք Հայաստանից էկոնոմիկայի նախարարին հրավիրենք Ավստրալիա իր դելեգացիայով պատրաստական լինելով հոգալ բոլոր ծախսերը, որ գան Ավստրալիա, փորձեն տեսնեն ինչ կա, իրանց համար հանդիպումներ կազմակերպենք տարբեր, այսպես դրանից որոշեցինք սկսենք։ Ու արդեն որ կապնվեցինք այստեղ նախարարության հետ, արդեն ես հիմա Հայաստանում եմ այս պահին, այն ժամանակ բանից Սիդնեից ես կապնվեցինք ոնց որ այստեղ էկոնոմիկայի նախարարության հետ, արդեն պայմանավորված որ պետքա լինի օրերը ֆիքսենք մայիսի կողմերը 20 թվականի, ոնց որ դա 20 թվականի ամենասկիզբն էր, որ պետք է արդեն այցը լինի, թե հենց բանը շատացավ, հա, այս բանը համաճարակի հետ կապված սիտուացիան գնալով բարդացավ ու դա այդպես է չեղավ։ Մենք ինչ արեցինք, փորձեցինք Zoom-ով կապը պահենք ու Զարե Սինանյանի հետ Սփյուռքի գործող գլխավոր հանձնակատարի, հա իր թիմի հետ Zoom կոնֆերանսներով տենց բավականին խոսացինք, բան ու տենց կամաց քայլեր էինք ձեռնարկում։ Այս մի քանի բառով ասեմ ասոցիացիայի արածներից թե ինչ ենք արել, ինչեւ ինչ փուլում ենք, հետո առաջ անցնենք, հա։ Ու արդեն որ ծրագրեր էինք նայում ինվեստիցիոն ինչ կարելի անել, այս փուլերում էինք, ես արդեն եկա Հայաստան Սիդնեից համես գործերով զբաղվելու համար
ու արդեն են փուլում էինք, որ բավական հետաքրքիր ծրագրեր կային, առաջանցնենք բան, պատերազմը սկսվեց, անցած տարի այս ժամանակները, հաղորդել հենց ամենաառաջ օրվանից պատերազմի էլի Սարայ Սինանյանի թիմի հետ, այդպես կապի մեջ ենք անընդհատ, հասկացանք, որ իրանց խորհրդով ամենալավ ձևը գումար ուղարկելն է Armenia Fund-ին, հա, event կազմակերպեցինք Ավստրալիայում ու $447,000 մենակ 3 ժամվա մեջ հավաքվեց ու այնտեղ մարդիկ կային, որ նաև իրանց տան համար ոնց որ գումար էին հավաքել, որ իրանց տան դեպոզիտը հա $50,000-60,000 թեզ մարդիկ նվիրեցին, ընդհանուր առմամբ մոտ $4 միլիոն Ավստրալիայից Հայաստան եկավ Armenia Fund-ին ու այդպես հիմա քանի որ արդեն համ համաճարակը համ պատերազմի իրավիճակները քիչ թե շատ արդեն ստաբիլանում են, հա, փորձում ենք արդեն քայլեր ձեռնարկել մեր նախնական մտածած ուղղությամբ բիզնեսների զարգացման ու այդ նպատակով հասկացա շատ թույն է այսինքն մոտապես 2 տարի հա ոնց հասկացած է այդ պլատֆորմը հա ինքը գրանցվել է ասեմ 19 թվականի վերջներ ամենա, ոնց որ արդեն դեկտեմբերի մոտ այսա 2 տարի կլինի, հա, արդեն էսա մի քանի ամսից 2 տարի կլինի։ Մովսես, իսկ ընդհանուր ոնց է, ինչ մարդիկ են հավաքված։ Գիտես, ավելի շուտ ճիշտ ոնց ձևակերպում հարցս, ոնց որ այդ ակտիվ մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են, ովքեր որ այդ պլատֆորմայի ասեմբլեի մեջ են, հա, կազմակերպության ձեր իրանք Հայաստանից վերջերս գնացած հայեր են, թե 100 տարի առաջ ոնց որ genocide-ից հետո գնացած ինչ վիճակ է, էլի։ Ասեմ, sense Հայաստանցի այդ տերմինը որ կա, ինքն է իմ համար շատ բան էր, որ sense հետաքրքիր զգացողություններ մոտս առաջացնում, որ ասեն գնում ես այնտեղ Ավստրալիայում ապրած մեծացած հայերի համար, որ միշտ ասում ես հայ եմ, իրանց համար ոնց որ հայաստանցի հայ ես, ոնց որ հայաստանցի էլ Հայաստանում ծնված հայ ես, sense այդ բառով ասած հայաստանցի բառով մենակ ես եմ, որ ասոցիացիայի խորհրդի անդամ եմ, մնացած անդամները Հայաստանում շատ են գնում գալիս, ոնց որ այս մինչև այս պանդեմիայի բանը, մարդիկ կան տարվա մեջ 3-4 անգամ գնում գալիս են, Հայաստանի հետ կապ ունեցող մարդիկ են, որ լավ հասկանում են Հայաստանում ինչ ոնց է արվում գործերը, հա ինչ սիտուացիա, սենց ասած, ու Հայաստանում բիզնես արած մարդիկ են հիմնականում, ու ինչ հետաքրքիր բան եղավ, որ նաև ասոցիացիային միացավ այս վերջերս մեր խորհրդի անդամներից Ջոն Դի իր անունը, ինքը ավստրալիացի է, բայց Հայաստանի ժողովրդի sense ասած լավ բարեկամ, հա, ինքը Հայաստանի համար իրականում ահագին գործ է արել, ինքը երկրաշարժից հետո մոտ $3 միլիոն fundraising է կազմակերպել Հայաստան գումարներ է եկել այդքան, եթե կհիշեք մի քանի մեր ունկնդիրներից է կարող է իմանան կամ մասնակցած լինեն, մի քանի տարի առաջ այստեղ համերգ եղավ Pink Floyd-ի համերգները Երևանում, ինքն էլի շատ մեծ դեր ունեցել, որ դա տեղի ունենա։ Այսպես Հայաստանի մասին մտածող մարդ ինքն է Ավստրալիայում զբաղվում է RE100 initiative-ը կոչվում, ինքը Ավստրալիայի coordinator-ն է, դա ինչ է իրանից ներկայացնում, որ խոշոր ընկերությունները Amazon-ի, Apple-ի պես, որ իրանք դառնում են 100% ոնց որ renewable energy հիմա ոնց որ լրիվ վերականգնվող էներգետիկայի են փոխվում, ինքը օգնում է այդ գործերը կազմակերպել, այսինքն լավ սպեցիալիստ է ինքը բանի այդ renewable energy, green technology-ներ, այդպես ու իր հետ է որ շատ խոսացել ենք, արդեն շատ մանրամասն չասեցի ասոցիացիայով ինչեր են կարել, իրականում ագին գործ արել ենք ու Zoom կոնֆերանսներ բան այստեղի Հայաստանի գործարարների հետ, տարբեր օրգանիզացիաների հետ, այսինքն են որ ինչն է հետաքրքիր, որ մարդիկ կան, որ հայ չեն, ոնց որ հայ չլինելով, պատրաստ են իրանց ժամանակից, իրանց փորձը կիսեն Հայաստանի հետ, որպեսզի այդ ուղղությունը զարգան, կոնկրետ այս դեպքում այդ renewable ինչ պրոյեկտներ կարելի անել Հայաստանում ու իրանց ներդրում ոնց որ բերեն այդ ուղղության մեջ, այսինքն վերադառնալով հարցին թե ինչ տիպի մարդիկ են, հա, ասոցիացիա բաները, sense ասած business minded մարդիկ, որ business մտածելակերպով մարդիկ, ովքեր որ
բիզնես են արել կամ անում են մինչև Ավստրալիայում, Հայաստանում էլ, ու բիզնես միջավայրի բիզնես մարդիկ այսպես, ու ոչ միայն հայերը, հա, այդ շատ հետաքրքիր բան ես ասում, որտեղ Ամերիկայում էլ փաստորեն ես անդադ լսում եմ տարբեր տեղերից, որ կան մարդիկ, ինվեստորներ, ովքեր որ հետաքրքրված են, ամերիկացիներ, ովքեր որ հետաքրքրված են, լսել են, որ Հայաստանում IT-ն հեսա օրինակ, չասեմ բում է, բայց ոնց որ աճում է, հա, բավական ինտենսիվ, ու տեն շատ դինամիկա սիտուացիան, իրանք հետաքրքրված են հենց Հայաստանում ներդրումներ անելով։ Հենց որ լրիվ հասկանալի է, էլի, եթե բիզնես օրիենտեդ մարդ է, տենց է մտածում, ասում է, հա, ստեղ ինչ որ շարժ կա, ստեղ կարող ներդնեմ, օգուտ բերեմ, միգուցե ես էլ այդտեղից օգուտ ունենամ, ինչի՞ չէ, էլի, ինչն է խնդիրը։ Լսի, իսկ բանը Հայաստանի այդ Chamber-ի հետ, ահա, իրանց հետ կապը, փաստացի դու իրանց ներկայացուցիչն ես։ Հա, իրանց ներկայացուցիչն եմ, այսպես է, ինքը հա, ասում ես հարցը տուր։ Չէ, հենց այդ էր, այսինքն հարցը ոնց է, իրանց հետ ոնց է կապ կա, ես գիտեմ, որ իրանք իվենտներ են կազմակերպում, ինչ որ սեմինարներ են անում, workshop-եր են անում, ձեզ հետ ոնց է այդ կապը տեղի ունենում, էլի։ Սենց ասեմ, ճիշտ ասած, իրականությունը այնց է, որ ոնց ասում են ճիշտ խոսանք, էլի, փորձենք ինչքան հնարավոր է իրականության ճիշտ է, մի քիչ ցավոտ է, բայց իրականության ճիշտ նայենք, որ հասկանանք ինչ քայլեր կարող ենք անել, որ հասնենք մեր բանին, էլի։ Մեր առևտրացիոնաբերական պալատը Հայաստանի կարա շատ ավելի լավ աշխատի, հա, շատ ավելի արդյունավետ լինի, ինչ պատճառներով այդքան էլ շատ ակտիվ չի իմ կարծիքով զուտ, կարող է ինչ-որ բաներ կա, ես անձամբ տեղյակ չեմ, բայց ինչ-որ ես եմ տեսնում, որ կարելի է շատ ավելի ակտիվ լինել, ինչ-որ տեսել եմ Ավստրալիայում ոնց է դա կազմակերպվում, կարելի է այդպես լինել, մյուս կողմից էլ օրինակ, որ Ֆրանսիայում էի, մի պահ էլի Ֆրանսիա գնացի Ավստրալիայից, այնտեղ հանդիպեցի Հայաստանի առևտրացիոնաբերական պալատի ներկայացուցիչին Ֆրանսիայում, ու իր հետ էլի հանդիպեցինք, խոսացինք ու հետաքրքիր բաներ բավականին քննարկեցինք, որ ինչ տիպի խնդիրներ կա, ինչ կարելի անել, այն առումով, որ ինչ որ չափով ոնց որ network կա ներկայացուցիչների Հայաստանից դուրս, հա, ու կոնկրետ ես, եթե ինչ որ մեկին կհետաքրքրի մեր լսողներից, հա, Ավստրալիայում ինչ որ ձևով չեմ կարողա ինչ որ գործ են ուզում անեն այնտեղի հետ կապված, ինչ որ բան արտահանեն այստեղից այնտեղ կամ ինչ որ խնդիր ունեն այնտեղ լուծելու, կարան կապնվեն ինձ առանց ինչ որ խնդրի, այդ դեպքեր շատ ա եղել, որ Հայաստանից բիզնեսմենների, ընկերությունների Որտատությամբ օգնել է կամ չկա։ Հա, ինչքանով որ հնարավոր է այնտեղ օգնել, աջակցել ենք։ Ու պալատի հետ կապված զուտ մտածում եմ, որ էլի ինչ-որ բաներ անում են, հա, լինում է միջոցառումներ, այստեղ որ գալիս եմ հանդիպում ենք, խոսում ենք բան ենք անում, բայց այն ինչը որ տեսել եմ Ավստրալիայում, որ ինչ կարա լինի այդ կառույցի իրանից, հույսով եմ մի օր Հայաստանում էլ նմանատիպ կառույց կլինեն, կդառնա նմանատիպ բան ինչ-որ։ Այդ հասկանում ես, այդ թվում նաև քո օրինակ քեզ այնց է կախված, հա, ընդհանրապես կարող է դու մի քանի տարի հետո Ավստրալիայից հետ ես գալիս տեղ, կամ թեկուզ գնում գալիս ես, ասում ես ժողովուրդ գիտեք, ընդ էս բան է արվում, եկեք մենք էլ փորձենք։ Իմ պատկերացմամբ, օրինակ, ես միջև Հայաստան, որ մենակ Հայաստանում էի ապրում, հա, ոնց որ մենք լավ չենք պատկերացնում, էլի դուրսը ինչա կատարվում, ոնց է, ինչա, մարդիկ ոնց են իրար հետ աշխատում, հա, մենք ունենք Հայաստան բավականին փակ ինչ որ միջավայրում կամ այն ժամանակ բոլոր թոքյում տենց էր, ու մենք չգիտենք ինչ հնարավորություններ կա։ Այնինչ, այս ոդքասթը ես հենց դրա համար եմ նաև անում, որ մարդիկ իմանան, տես, ասենք Ավստրալիայում sense գործ կա, տես, Ամերիկայում sense մարդիկ Հայաստանի հետ sense գործ են անում, որ մենք Հայաստանում մտածելուց չմտածենք, հա, այս բիզնեսը ոնց կարանք լոկալ անենք, այլ մենք մտածենք, լավ, ոնց կարանք սաղ աշխարհով անենք։ Այդ գործընթացը սկսվել է, ուղղակի պետքա փորձել արագացնել, ինձ թվում է, էլի։ Հա, միանշանակ ու աշխատելու տեղ հնարավորություններ շատ ունենք, ինչը որ մեզ համար կթվա, որ հենց ոնց որ դու ես ասում, ասենք Հայաստանում ապրել մտածել եք, երբ ես էլ ասենք որ այստեղ լինեի, հաստատ հենց բան կանեի կմտածեի, ասենք չես է պատկերացնի, որ հենց հնարավորություն կարա եղնել, օրինակ, բարձ օրինակներից մեկը, հենց գյուղատնտեսական ապրանքները որ կան, ասենք այստեղ մարդը եթե գյուղում ինքը իր համար ինչ որ ճիրա պատրաստում ծիրանի կամ ինչ որ բալա աճացնում, հայր համար ինքը չի պատկերացնի, որ կարող է նույն բանը, ասենք լավ որակով նորմալ փաթեթավորման դեպքում կարող է թե Հայաստան վաճառում, ասենք 2000-3000 դրամով կիլոգրամը, Ավստրալիայում կամ Սինգապուրում վաճառի, ասենք 90-80 $, նույն բանը նույն կիլոգրամի համար էլ, որ ցենց հնարավորություններ կա, որ միանշանակ կարելի է օգտվել,
ու տես բաներ շիշնա արդեն քայլեր ձեռնարկել ենք փոքր, որ Ավստրալիայի հետ կապված այդ ուղղությունով աշխատենք։ Նաև IT-ի հետ կապված շատ ուրախ եմ, որ բավականին ակտիվացել է արդեն մի քանի գործ, ոնց որ մենք ենք արել, օգնել, որ Ավստրալիայի կամպանիայից outsource արվի այստեղ Հայաստան։ Ու նայելով Վահագին այդ դայք արած շատ զարգանալ, այսինքն եթե ճիշտ հնարավորությունները ցույց տան այդ մարդիկ ոնց որ տեսնեն այդ հնարավորությունները, իսկ այդ IT ոլորտում արդեն լավ իրան գիտակցում են, որ դա իրենց համար շուկա է, բայց կան այստեղ նենց գործեր, որ մարդիկ կարող գիտակցություն չունենան, որ դա իրենց համար լավ շուկա է, բայց կարելի աշխատել այդ ուղղությամբ էլի։ Հա, միանշանակ։ Իրական ես էլ եմ ասում, իմ տպավորությամբ այնա, որ այդ գործընթացը սկսվել է, բայց հələ որ տենց կամած է գնում, հիմա նես պետք է անենք, որ արագ գնա, որ ասենք ոչ միայն IT-ին տեսնի, որ հնարավորություններ կա սա աշխարհում, այլ նաև գյուղատնտեսության մեջ տեսնեն, ինչ որ արդյունաբերության, ինչ որ ուրիշ ոլորտներում սկսեն տեսնել, ու որ այդ network nation-ը հյուսվի, էլի, սաղ աշխարհում եք, որ մենք մեր հայերը ամեն տեղ կան որպես հանգույցներ, մենք հիմա պետք է փորձենք իրար ուղղակի կապենք մարդկանց։ Մովսես, ձեր հաջորդ պլանները կարաս ասենք, տենց չէ կոնկրետ պլաններ կա, որ ասես, հա, մենք ուզում ենք հիմա հանդիպենք, չգիտեմ, նախարարի հետ, sense պրոյեկտ ենք անում, նենց պրոյեկտ ենք անում, տենց կոնկրետ քայլեր կա արդեն նախանշած։ Հիմա այսպես է, մենք սկզբում նախատեսած մեր պլանը ոնց որ գծեցինք, հա, թե ոնց ենք աշխատելու, ըստ դրա տենց քայլ առ քայլ շարժվում ենք ու մեր պլան ունենք, ոնց որ ինչ վերաբերում է Հայաստանում փորձել բիզնեսը մտածելակերպին ոնց որ աջակցել, այսինքն բերել այստեղ այդ գիտելիքները, այդ ֆինանսական ռեսուրսները, դա ավելի շատ պատկերացնում ենք աշխատելով մասնավոր սեկտորի հետ, այսինքն ոչ թե աշխատենք պետության հետ, հա, որ դա էլ ինչից է տենց գալիս, էլի ոնց կան հենց ազնիվ խոսանք, հա, իրանց սկզբից սկսեցինք այդ ուղղությամբ, որ հենց նախարարության հետ հասկանանք ու ոնց անենք, ուղղակի այն փուլում է հիմա, հուսով եմ դա էլ ինձ թվում է դրա վրա ակտիվ աշխատանքներ տարվում են հիմա, որ տենց կլինի, ոնց որ եթե մարդը կա, որ ցանկություն ունի ներդրումներ բաներ անի այստեղ, արդեն պրոյեկտները տենց ծրագրերը լրիվ կլինեն պատրաստ նախարարության կողմից, որ մարդը գա ասի սա ինձ հետաքրքիր է, այդպես անենք, դա ինձ թվում է այդ ուղղության վրա լուրջ աշխատանքներ արվում են ու հուսով եմ նենց մակարդակի կլինի դա, որ այնտեղից հենց ասած western այդ մտածելակերպով մարդիկ գան ու իրանց համար դա լրիվ ընկալելի կլինի միանգամից։ Հիմա այս պահին ոնց ենք աշխատում մենք ավելի շատ մասնավոր բիզնեսմենների հետ, եթե մարդիկ իրանց գաղափարները, ծրագրերը ունեն ու հիմա էլի հնարավորությունից օգտվելով, հա, եթե մարդիկ կան, որ իրանց բիզնեսը ունեն, լավ փորձ ունեն ինչ-որ գործ անելու ու ցանկանում են մեծացնել այդ գործը expand-ալ, այսինքն ինչն այս փուլի համար մեզ կարող ինչի է մեծ ձևացնում, որ management-ի խնդիր ունենք Հայաստանում, որ լավ manage արվի ընկերությունը, եթե այս պահին դեռ այն փուլում չենք մենք, որ գանք ու լրիվ զրոյից management-ը ամբողջությամբ մենք լուծենք, իհարկե պլաններում դա կա, որ մի քանի տարի հետո պրոյեկտը մենք կունենանք ինչ-որ մեծ պրոյեկտ, ասենք կգանք ու ամբողջը զրոյից մենք կանենք այդ management team-ը, մեր թիմով, հա կամ կսովորացնենք ինչ-որ այստեղից թիմի կանենք, բայց հիմա եթե մարդիկ կան, որ ուզում են մեծացնել իրենց գործը, այսինքն ինչ-որ ուղղության մեջ հաջողակ են, իրենց ֆինանսական կամ գիտելիքների հենց ռեսուրսները պետք, կարան կապնվեն հենց իմ հետ էլ ու այս բան ինչ ենք անում, մի քանի ծրագիր արդեն մենք ունենք, որ մեզ հետաքրքրում են, հենց նայում ենք ընդհանուր, տեսնենք ինչ է, ոնց է, որ կամած արդեն սկսենք նպատակը ինչն է, սենց ասած, որ մարդիկ կան, ասենք օրինակ, եթե ուզում է իր բիզնեսը մեծացնի, իրան ֆինանսական ռեսուրսները պետք, իրան օգնենք, ներդրում անենք, դա ամբողջը ինքը սենց ասեմ for profit հարվում, մեր չի որ բարեգործական հիմունքներով կամ ինչ-որ չգիտեմ, եսի բաների ձերցելով, շահույթ հետապնդող, հա, ու ինչն է շատ կարևոր, որ մեր ասոցիացիայով ոնց որ բոլորը համամիտեն, որ սուտ հենց donation-ներ անելով մարդիկ ընդհակառակը վատ բան են սովորում, էլ ինչ են սովորում, ոնց որ փող ուզելու բան անել, ավելի լավ կլինի շատ բերել են մտածելակերպը գործանելու ու մեր համար է ոնց որ նպատակա իհարկե for profit project-ները լինեն, հասկանանք ինչ է ու փորձենք միասին աշխատել դուրսում, այսինքն հիմա այդ փուլում ենք, որ ծրագրեր նայենք, հասկանանք ինչ են ու համագործակցության քայլեր անելու, այդպես
Այդ for profit այդ մտածելակերպը գիտես ավելի դառնում է ոնց որ ես շատ հաճախ եմ դրա մասին լսում ու հենց մարդիկ որ գալիս են իմ ոդքասթին իրանք էլ են դրա մասին խոսում որ պետքա թարգենք այլ շատերը թարգել են ու կոնկրետ նայում են ինչ շահութաբեր գործ կարելի է անել ոնց անել որ զուտ բարեգործություն չլինի հենց որ ինձ թվում է շատ ճիշտ տենդենս է ես կարծում եմ մեններ կարևոր դասերից է որ մենք քաղել ենք հենց որ այդ շատ լավ է շատ գովելի է էլի ինձ գիտես մեկը ինչ է հետաքրքրում Մոզես ոնց որ Հայաստանում հայկական դիասպորայի մասին Ավստրալիայում շատ քիչ բան գիտենք այսինքն գիտենք որ օրինակ Gladys չէ Gladys ոնց է Berejiklian հա ինքը բան չէ ինքը prime minister-ն է չէ կարծեմ բանը prime minister-ն է հա մինչև մի քանի օր առաջ հա ինքը prime minister-ն է հա ու ասեմ այդ բանի մասին Ավստրալիան ինքը 6 նահանգի է բաժանված ու նահանգներից մեկը New South Wales կոչվող Սիդնեյի այդ նահանգի կենտրոնն է այդ նահանգը ունի 8 միլիոն բնակչություն ու տնտեսապես ոնց որ Ավստրալիայի ոնց ասում եմ by far հա անհամեմատել ոնց որ ամենաակտիվ կենտրոնն է տնտեսապես իր առանձին վերցրած այդ նահանգի տնտեսությունը Սինգապուրի Հոնկոնգի տնտեսությունից մեծ է ու այդ նահանգապետը հայ կիներ Gladys Berejiklian-ը որ իրական Հայաստանի հայ ժողովրդի այնտեղ ապրող մեր դիասպորայի համար շատ բան է արել Այնտեղ ասեմ Սիդնեյի կենտրոնում ամենա Hyde Park-ը կա, այդ park-ում ունենք հայկական խաչքար, ինքն է լավ, այսինքն ինչով հնարավոր է հայկական բանին ինքը միշտ աջակցել հայերի կողքին ա եղել։ Հիմա մի քանի օր առաջ ինքը այդ պաշտոնից հեռացավ իր կամքով ոնց որ հիմա տեսնենք թե ինչ կլինի հետո դեռ պարզ չի ոնց կլինի բայց լավ կապեր հա ունենք այնտեղ համ քաղաքականության մեջ համ ոնց որ բիզնեսում այսինքն հայկական այդ դիասպորայի բանը այնտեղ լավ ուժեղ կոմարտիկ գիտեն հիմնականում ասենք ավստրալիացիները բաները համեմատած ասենք ուրիշ երկրների հա քիչ թե շատ չեմ ասում որ բոլորի հետ խոսած հայերին գիտեն կամ Հայաստանի մասին գիտեն հա դա այդքան է թե ինչ չի բայց համեմատած ուրիշ տեղերի լավ գիտեն հայերի մասին որ հայերը ովքեր են ինչ են արել Ավստրալիայի համար էլի այդպես ու բայց ոնց հասկանում եմ համ 90 այսինքն համ հայաստանցիներ կան այդ որ definition տվեցիր սկզբում հա այսինքն ինքը ճիշտ ասած շատ վատ բան է դա հայաստանցի ու սփյուռքա հայ բաժանել է իմ կարծիքով շատ այնց ճիշտ բան չի անել հա բայց ես եմ տենց որ տարբերակում ես տենց անում ասենք հայը մնում է հայ ու անկեղծ ասած այնտեղ որ Սիդնեյում ասենք cultural event-ներ ալինում հայկական երեկո ասենք որ ինչ որ մեծ զալում հա ինչ որ կոնցերտնի հավաքվում են ու հայկական պարեր հայկական երգեր են երգում այնտեղ մենց բան ա եղնում որ հայրենասիրությունը այնտեղ կարա շատ ավելի շատ եղնի քան թե նա ինչ որ Հայաստանում այս պահին այսինքն այնտեղ էլ են հայ ու այստեղ էլ են հայ ու կարա շատ դեպքերում նես լինի որ այնտեղի հայերը շատ ավելի բան լինեն, հա, Հայաստանի մասին մտածող Հայաստանը սիրող հայրենասեր, հա, կանցնե այստեղինները։ Ու ասեմ, ես է որ հենց մարդիկ կան սփյուռքում, որ հենց ասում են սփյուռքա հայ կամ աղբար բան, իրանց համար է դա է բան էլի։ Ես ասենք առաջ չէի զգա դախի պետքա բան լինի։ Բայց հիմա լրիվ զգում ես էլի, որ ասենք հայը բոլորս է հայ են, բայց այդպես ասենք, հա, դա ոչ մի հենց ասած նեգատիվ բան դրա մեջ չդնեմ, հենց գիտեմ որ դա հենց է չի, բայց մարդիկ կան որ կարողա դրանից բան լինեն էլի, որ հայաստանցի հայ, դա իրականում բոլորս է հայ ենք ու ինչքան հենց մտածենք, այնքան մեր բոլորիս օգուտն է էլի։ Ճիշտ ես ասում, որտեղ այս բանին ես ասա վերջացրու։ Հա, կներես ասում քեզ ընդհատեցի ինչ որ բաներ ուզում դրա մասին ասեի, բան արեցի։ Քիչ չկա, ուզում եմ ասել որ նույն բանը ստեղ է, հա, այսինքն նայ, այսինքն եթե ինչ որ հավաքներ ա լինում, որ գնում ես, տեսնում ես որ չգիտեմ, տաճկայերը իրար հետ են նստած, չգիտեմ, Ռուսաստանի հայերը իրար հետ, հայաստանցիները իրար հետ, հա, միսը սիրացի բան։ Մի կողմից ասենք սիրտը ցավում է, ասում ես հալա բոլորս հայ ենք, բայց մյուս կողմից հենց գիտես, ասենք նույն խոսակցական մակարդակի վրա, ասենք հայաստանցիները մի ձևի են խոսում, Լիբանանի հայերը ուրիշ ձևի են խոսում, այսինքն ու այդ կոմունիկացիան էլ է բարդ լինում, էլի շատ հաճախ ասենք ավելի հարմար է գերմաներեն խոսան իրար հետ կամ անգլերեն, քան հայերեն։ Դրա համար ինչ-որ տենց խնդիրներ կա, բայց ոչինչ, հիմա գիտենք այդ խնդիրները, պետք է փորձենք լուծենք այդ խնդիրները։ Հա, իրոք կա այդպիսի բան, որ դա նենց է լինում, որ ասենք մեր հայերենով հետնեիմ լորվա վանաձորի ակցենտով, հա, որ տենց խոսում, ասենք այնտեղ
ապրած մեծացած որ արագ sense խոսանք, շատ մարդկանց համար ինչ որ բաներ անհասկանալի կմնան, էլի, դա այդ բանը ճիշտ է կա ու շատ ճիշտ միտք է, ես է ճիշտն ասած չէի դրա մասին շատ կենտրոնացել, բայց հիմա որ ասեցի, գիտակցում եմ դրա կարևորությունը, էլի, որ ինչքան շատ ավելի լավ կլինի, որ բոլորս այնպես մեր հայերենով բան լինի, էլի, այդպես է ծխել։ Իսկ բանը այդ պատերազմից հետո Ես օրինակ իմ հենց հայաստանյան ոնց որ ընկերների մեջ ոնց որ երկու ուղղությամբ գնաց էլի տրամադրությունները մի մասի մոտ եղավ ոնց որ իմ մոտ եղավ տենց multiply եղավ իմ ձգտումը Հայաստանի համար ինչ որ բան անելու ու մի մասն էլ շատ ուժեղ հիասթափվեց ամեն ինչից ու հիմա ասենք ինչ որ ապաթիայի մեջ է ու հələ որ դուրս չի գալիս դրանից քո տպավորությամբ ոնց է ասենք Ավստրալիայում պատերազմից հետո Սենց եղավ ընդհանուր պատկերն հենց որ մարդիկ շատ ավելի շատ են մտածում Հայաստանի մասին, բայց իհարկե դեպքեր կան, որ հակառակն էլ եղավ, ու սենց մի հատ բան ասեմ, Ավստրալիայում ինչ խնդիր եղավ այս դեպքերից հետո, որ այդքան գումարը Ավստրալիայի համայնքը հավաքեց ուղարկեց, արդեն պատերազմը ավարտվել էր All Armenia Fund-ին, ու այստեղից տենց խոսակցություններ բաներ որ գնացին, թե այդ գումարները ոնց է ծախսվել, ճիշտ չի ծախսվել, ինչ որ սխալ ձևերով է ծախսվել Դա այնտեղ մեծ բան էր, ոնց որ շատ մարդիկ ինֆորմացիան են ստանում, որ սենց ա եղել էլի այդ գումարները, գիտենք, սխալ ձևով է ծախսել, չենք ուրա գնացել։ Ու Հայաստանի հանդեպ այդ բան շատ բան էր, այդ վերաբերմունքը, հա, որ ոնց եղնի, հա, մարդիկ իրանց գումարները ոնց որ տան, հետո սենց եղնես լեղնի, ու սենց ինֆորմացիայի դիսբալանս կար, հա, շատ մեծ, որը որ վատ բաներ էր հանգեցնում, սենց ասած, ու ինչ որոշեցինք անենք, հենց Այդ ժամանակ էլի Զարայ Սինանյանի թիմի հետ միասին ասեցինք հավաքենք Ավստրալիայում մեր հայկական մեդիաները, որ ունենք, ու մի հատ sense կոնֆերանս կազմակերպենք Zoom-ով on-line, որ այնտեղի մեր reporter-ները sense ասած, որ հայկական մեդիայի համար նյութեր են պատրաստում, իրանք հնարավորություն ունենալ հենց միանգամից պետության ներկայացուցչի հետ, Զարայ Սինանյանի այս դեպքում Խոսան իրանց հարցերը տան, ինքն է բացատրի, ոնց ա եղել, ինչ ա եղել, ու հենց կազմակերպեցինք նմանատիպ բան, էլի ասոցիացիայով, քանի որ մեր համար էլ դա կարևոր, որ ոնց որ Հայաստանի հանդեպ այդ բանը հանկարծ չթուլանա, էլի, ու իմանալով այնտեղ թե ինչ հնարավորություն կա, ոնց որ դա փորձել պահել մի բան էլ ավելացնել, հենց կազմակերպեցինք։ Ինչ որ չափով դա իր արդյունքը տվեց, ինչ որ չափով կարելի էր հիմա ասում եմ որ կարելի է շատ ավելի լավ այդ response-ը բայել ոչ միայն Ավստրալիայի հետ կապված, հա, ասենք նաև ինձ թվում է մնացած տեղերի հայությունների համար լիքը բան sense հարցական ու խառը մնաց, կարելի էր մի հատ կազմակերպված ձևով նենց այդ ամեն ինչը ներկայացնել, պատրաստել, հա, որ մարդկանց համար հասկանալի լինի, թե ինչ եղավ, ոնց եղավ, որն էր բանը, ոնց որ շատ մարդիկ sense ավելի շատ հիմա էլ եթե այդ մարդ ճիշտ ասած չեմ ճանաչում, բայց եթե հենց մարդիկ կան, որ ասենք թեկուզ Ավստրալիայի մեջ սպյուրքում, որ այս պատերազմի դեպքից հետո հիասթափվեցին Հայաստանից, շատ բան եղավ, ինձ թվում է դա եթե այդ մարդկանց ինֆորմացիան ճիշտ ձևով տրամադրվի, իրանց հասկանալ ձևով, որ ինչ ա եղել, ոնց ա եղել, այդ մարդիկ հաստատ իրանց կարծիքը կփոխեն, բայց շատ ճիշտ բան ես ասում, որ տենց բան կա ու կար, որ պատերազմից հետո տենց բան եղավ ու դա շատ sense ասած լավ ձևով արձագանքը դրան չեղավ էլի դրա նկատմամբ կարելի էր մի քիչ ավելի բան անել բայց այս բանը ընդհանուր առմամբ մարդիկ ոնց որ կային Հայաստանի համար այնտեղ ընտանիքներ կան մարդիկ կան որ ուզում են պլանավորում են գան Հայաստան ապրելու էլի փորձում են ուզում են գան Հայաստան այսինքն այսպես նեգատիվ բան որ ինչ որ պրոյեկտներ սկսվել էր հիմա դրա պատճառով չարում այդպիսի բան չկա ընդհակառակը մարդիկ ավելի էնտուզիազմով փորձում են օգնել ոնց որ դու ես ասում քո մեջ բան եղավ հա նույնն էլ անձամբ իմ համար որ նայում ես խի պետքա ասենք sense լինեն в общем ու տենց կարճ ասած էնտուզիազմը ավելի շատ է քան թե ավելի շատ ուզում են քան թե հակառակն է այսպես հասկացա իրական ես սովորաբար քաղաքականությունից չեմ խոսում բայց այս մի բանն եմ ուզում ասեմ շատ էլ չեմ խորանում զուտ այս կառավարության ինձ թվում է խնդիրներից մեկը կամ միգուցե ամենամեծ խնդիրներից մեկը այն է որ հենց այդ կոմունիկացիան ճիշտ չի գնում ժողովրդի հետ միգուցե դաժե ինչ որ լավ բաներ արվում է կամ ամենակիչը այն վատ բաները չի արվում որոնց մասին տենց ինչ որ միֆեր են տարածվում բայց իրանք չեն ոնց որ բացատրում չեն կոմունիկացում հա ժողովրդյան սենց է այդ փողերն էլ հա այդ համահայկական ֆոնդի
գնաց ինչ որտեղ, ոչ մեկ չիմացավ ուր գնաց։ Միգուցե իսկապես ճիշտ է ծախսվել, միգուցե չէ, բայց դրա մասին չխոսացվեց։ Հիմա ու շատ հաճախ է, այտենց Sevan Startup Summit-ի հետ կապված, հա, մեկ էլ իմացանք, որ արգելել են բանում անցկացնել Sevan-ի app-ին, հա, մի անգամից ոնց ինչ բան, հետո նախարարները մեկ մյուսի հետևից գնում են, այնտեղից live են մտնում, ասում են, չէ, տեսեք Ժորժ, այստեղ ասենք բաներ են, այստեղ ինչ որ թռչուններ կան, որ արգելոց է ստեղծված, դրումա տեղի ունեցել, այստեղ էլ չեն կարա դնենք եւ այլն, ու տենց մտածում ես, հա, չէ, փաստորեն ինչ որ խնդիր կար, որ չեն կարծել, բայց այդ ինֆորմացիան ոչ մի ձևի նորմալ չի կոմունիկացվում։ Լրիվ համաձայն եմ, հա, լրիվ այդ խնդիրը կա։ Պատերազմի հետ էլ կապված, էլի անընդհատ ինչ որ մութ բաներ ա մնում մեր մեջ, որ այդ մութ բաները լցվում են անհասկանալի սխալ ինֆորմացիայով։ Մի խոսքով Բայց դրա համար ստեղծվել է այս podcast-ը, որ պատմի լավ ու ճիշտ պրոյեկտների մասին, որոնք որ կապում են մարդկանց իրար հետ, որ թե Հայաստանում, թե արտասահմանում բոլորը իմանան, որ չէ, Ժորժան, ամենտեղ հայեր կան ու ամենտեղ մտածում են Հայաստանի հետ կապված ինչ-որ պրոյեկտների մասին ու արվում են այդ գործերը, ուղղակի պետք է իմանանք իրար ու ճանաչենք իրար։ Ու իմիջիալոց այս միտքն էլ է, հա, հաճախ հնչում է podcast-ի ժամանակ, որ հենց դրսի ապրող հայերը պետք է դառնան կամուրջ Հայաստանի ու իրանց այդ երկրների հետ, որտեղ որ իրանք ապրում են, որովհետև հա դու Հայաստանից ես, դու գնացել ես, հիմա համ նրանց լեզուն ես խոսում, համ նրանց մենտալիտետն ես խոսում, հիմա պետք է այդ կամուրջը օգտագործվի։ Նենց որ Մովսես ջան, լավ գործ ես անում, ճիշտ գործ ես անում։ Հենց ամբողջովին դրա մասին է, էլի, որ տեսնում ես դու քո փորձով, հա, քո ոնց որ աչքերով տեսնում ես այդ պոտենցիալը, թե ինչ կարա լինի, ոնց կարա դա կազմակերպվի, որ լավ հասկանում ես համ այստեղ ոնց հարում, այնտեղ ոնց կարա լինի, դա լրիվ sense ասած ինքը իրան մոտիվացնում է, որ տեսնում ես այդ տարբերությունները, հասկանում ես ինչ կարելի անել, փորձում ես քեզնից ինչ հնարավոր է անես, որ ստացվի դա, էլի, ու այն որ ասում ես այդ բան ունենք, որ Հայաստանում որ շատ լավ բան ես մտածել, այս podcast-ի հետ կապված, այս podcast-ի ստեղծելը, որ մարդիկ տեսնեն, իսկ մա շատ փոքր տոկոս մարդկանց պատկերացնում է, թե ինչ հնարավորություններ կա ու ինչ կարելի է անել, հա, որ մարդիկ ինչքան շատ նայեն, լսեն, այնքան ավելի իրանք էլ զուտ իրանց համար կհասկանան, որ կարելի է լիք բան անել, ու Ավստրալիայում, ասենք չգիտեմ, նենց տեղեր թեկուզ Սինգապուրում է, որ շատ քիչ են հայերը, այնտեղ որ ասում ես հայ, շատ բարձր բանով են նայում հայերին, որովհետև այնտեղ իրանց ազգային ծաղիկը հայ է, հիբրիդ է, ինքը հայ է, հա, այնտեղ այդ Raffles այդ հյուրանոցը հայեր են հիմնադրել, այնտեղ Straight Times-ը, իրանց այդ հիմնական թերթը, հա, բանի այդ newspaper-ը, էլի հայկական հայեր են հիմնադրել, այսինքն հայերը ոնց որ սենց էլի հետաքրքիր բան ասեմ, մեր բանը որ ասում էր, այդ մեր դասատն ասում է Սինգապուրում, ասում էր հայը աղի պես բան ասում, որ քիչ աղնում համա տալես, որ շատ ես լսում, համը դուրս է գալիս, որտեղ որ քիչ են եղել, սենց շատ հավեսով ոնց որ բան են արել, էլի, հա, ասենք ու շատ ճիշտ բան է, ու ինչքան բան ես անում, հասկանում ես, որ ճիշտ բան, ասենք թե այստեղ էր հայերը, որ կարեցել են տենց բաներ անել, ու Հայաստան ինչեր կարող անենք, էլի, նենց որ հնարավորություն ունենք ու պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Շատ լավ, այդ մեկը չէ։ Իմիջիալոց Սինգապուրից մեզ լսողներ կան։ Ես հիմա ողջ ունեմ մեզ Սինգապուրի լսողներ։ Ես չգիտեմ դու կճանաչես, եթե մի 30 հոգի են, ուրեմն դու կճանաչես սովոր լսում։ Հույս ունեմ, որ 2-3 հոգի չեն լսի Սինգապուրից, այլ 30-ն էլ կլսեն։ Ավստրալիայից շատ չեն լսում, Մովսես։ Նրա համար նես պետք է անենք, որ Ավստրալիայում էլ սրա մասին իմանան։ Շատ լավ, կազմակերպենք, հա, տարածենք, տեսնենք։ Եղավ, եթե ինչ-որ բան ունես ավելացրելու, ասա, եթե չէ, ավարտենք ուրեմն։ Չէ, այն ասեմ, որ ցանկացած իմ փորձից էլ ելնելով, հա, եթե մարդը ինչ-որ հայ է, հա, ցանկացած տեղել որ լինի, ինչ-որ բանի կարիք ունենա, հաստատ եթե ինչ-որ հայ դիմի այնտեղի միանշանակ կօգնեն ու շատ բաներով կաջակցեն, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ այս դեպքում Ավստրալիայի հետ կապված, էլի նորից ասեմ, եթե ինչ-որ բան կեղնի մարդկանց օգնելու ընկերություններին կապելու բանանելու, միանշանակ կարող են դիմել, ինչով հնարավոր է օգնենք աջակցենք ու ասեմ, որ շատ Հայկ ջան շատ լավ բան ես մտածել ու ողջունում եմ իրոք, լավ բան է ու հույս ունենք, որ
ավելի շատ մարդ կմիանա այս ամեն ինչին ու իրար օգտակար կլինենք։ Վերջացավ, Մովսես ջան, քո այս էպիզոդից հետո կասես աղ լինքերը, իրանք թողեմ ուրեմն նկարագրության մեջ այս էպիզոդի, Ժողովուրդ ջան, մտեք, տեսեք, եթե պետքա կապվեք Մովսեսի ու իր կազմակերպության հետ։ Մովսես ջան, մի հատ էլ շնորհակալություն, որ եկար ինձ հյուր ու ձեր գործերին հաջողություն։ Քեզ է շնորհակալություն, Հայկ ջան, հաջողություն։